Հայաստանն այսօր տարածաշրջանում ունի ամենաբարձր ժողովրդավարական ցուցանիշը 54 միավոր։ Սա կարևոր ձեռքբերում է, բայց սա վերջնական հաղթանակ չէ, սա սահմանագիծ է։ 54 միավորը նշանակում է, որ Հայաստանը մասամբ ազատ երկիր է։ Սա նշանակում է, որ ունենք մրցակցություն, ունենք ակտիվ հասարակություն, բայց չունենք այն ինստիտուցիոնալ խորությունը, որը ժողովրդավարությունը դարձնում է անշրջելի։ Այսինքն մենք դեռ այն կետում ենք, որտեղ ցանկացած սխալ, ցանկացած շեղում, վրիպում կարող է շրջել ընթացքը։ Նայեք մեր շուրջը, Ադրբեջան 6 միավոր, Ռուսաստան 12, Իրան 11, իսկ Վրաստանը կորցրել է միանգամից 4 միավոր, գրանցելով Եվրասիական տարածաշրջանի ամենամեծ անկումը։ Այս տարածաշրջանում ժողովրդավարությունը ոչ թե նորմ է, այլ բացառություն, իսկ բացառությունները կամ ամրապնդվում են, կամ կլանվում։ Հարցը շատ պարզ է, արդյոք մենք բավարարվում ենք տեղում կանգնած մնալով։ Ժողովրդավարությունը չի կայանում հայտարարություններով, այն կառուցվում է ինստիտուտներով, անկախ դատարաններով, որոնք հաշվետու են օրենքին, ոչ թե օրվա իշխանությանը, լրատվամիջոցներով, որոնք չեն վախենում իշխանությունից, ընտրություններով, որոնց լեգիտիմությունը հարցականի տակ չի դրվում, տնտեսությամբ, որը չի կենտրոնանում մի քանի ուժերի ձեռքում։ Եթե այս հիմքերը թույլ են, 54 միավորը ոչ թե կայունություն է, այլ ժամանակավոր հավասարակշռություն։ Մեր առջև կա ռազմավարական ընտրություն, կամ մենք խորացնում ենք մեր ժողովրդավարությունը իրական բարեփոխումներով, կամ դոփում ենք տեղում, մինչև հետընթացը դառնա անխուսափելի։ Պատմությունը ցույց է տվել, կանգ առած ժողովրդավարությունները երկար չեն դիմանում։ Ընտրությունը թվերի մասին չէ, ընտրությունը համակարգի մասին է։ Կամ մենք կառուցում ենք պետություն, որտեղ գերակայում է օրենքը, կամ վերադառնում ենք մի համակարգի, որտեղ վճռորոշը կապերն ու պայմանավորվածություններն են։ Կամ մենք ժողովրդավարությունը դարձնում ենք անշրջելի, կամ այն թողնում ենք խոցելի, ճնշումների եւ պատահականությունների առաջ։ Այս ընտրությունը պետք է անել ոչ թե վաղը չէ մյուս օրը, այլ հիմա։ Պահանջեք, կառուցեք, որովհետև ազատությունը երբեք տրված չէ մեկընդմիշտ, այն ապրում է միայն այն դեպքում, երբ պաշտպանվում է ամեն օր։